Աստուն փառք։ Կարդալու եմ Ելից 32 խոսքը։ Բայց հիմա Տեր, եթե նրանց մեղքերը պիտի ներես, ները, եթե ոչ կաղաչեմ, ավրե ինձի քո գրած գրքիցդ։ Սա ասում է Մովսեսը, սա ասում է Տիրոջը, սա ասում է այն դեպքում, երբ որ Իսրայելը ոսկեհորդ էր շինել ու մեղանչել էր։ Ու հասկանում եք, ես այս բանի վրա ուշադրություն եմ դարձրել, ինչպիսի սիրտ ուներ Մովսեսը։ Ուն էր ասում, ինչ էր ասում, հասկանում եք ժողովուրդ ջան, որ իր կյանքը դնում էր այդ ժողովրդի համար։ Ինքը չէր մեղանչել, ժողովուրդն էր մեղանչել։ Բայց հետաքրքիր ասում է ինձի, եթե ժողովրդի ներելու ես ների, եթե չէ, ավրի, ջնջի քո կյանքի գրքից։ Բայց հետաքրքիր է, բա որ ջնջեր Մովսես։ Ասեր քո ասացի պես անում եմ։ Որովհետև քիչ հետո մենք տեսնելու ենք, որտեղ ասում է դուք ինչպես իմ ականջին խոսեցիք, ինչ էին խոսում Իսրայելը իր Տիրոջ ականջին, խոսում էին, որ Աստված մեզի անապատ հանելա, որ մերցնելու համար։ Ասում է ձեր ասած խոսքերի համեմատ այդպես եմ անելու։ Ես ինչի մասին որ ուզում եմ խոսամ, այսպես եմ այսօր վերնագրել։ Չդատապարտել, այլ բարեխոսել։ Գիտեք, շատ կարևոր է։ Եվ օրինակ եմ ուզում բերեմ Թվոց գրքից 16-րդ գլուխ, Թվոց 16-րդ գլուխ։ 3 խոսքից ասենց ասում. Հավաքեցի Մովսեսի մոտ ժամանակի կարճ լինելու համար ես այդ խոսքերը կասեմ ոչ թե կարդամ։ Հավաքեցի Մովսեսի մոտ, ասեցին հերիքա ձեզի Տիրոջ, չէ, առջև բանանեք։ Տիրոջ ժողովուրդը սա հավասար են, այս մարդիկ կորխներ, դաթաններ, աբիրոններ, սրանք ղեպտացիներ էին, սրանք սպասավորություն էին անում, բայց իրանք իրանց առանձնացրեցին, ասեցին, որ մենք ուզում ենք ոչ միայն սպասավորություն անենք, ծառայություն անենք, ղեպտացիներն ինչ էին անում, երբ որ Իսրայելը չվում էր, վրաները պետք է հավաքեին տանեն, չէ, գործ էին անում, կոպիտ ասած բանվորություն չենք ուզում անենք, ուզում ենք քահանայության գործ անենք։ Ասում է ալհերիք է հրացնել, վասնզի բոլոր ժողովուրդը սուրբ են, որ նայում ես առաջի հայացքից ճիշտ են ասում։ Տերը նրանց մեջ է, ինչու Տիրոջ ժողովրդի վրա դուք ձեզ կբարձրացնեք, երբ Մովսեսը այս լսեց, երեսի վրա ընկավ ու խոսեցավ գլխին ու ասեց. վաղը կիմանաք, թե ով է Տերը, որ իրան մոտեցնելու է։ Հետաքրքիր է, մենք գիտենք այս պատմությունը, որ կանչում են իրանց գլխի որդիներին, սկի չեն էլ գալիս, ասում չեն գալ, ու հետո ասում են, որ մեզ վրա տիրապետել կուզեք։ Տերը խոսեցավ 20-րդ խոսքից. Մովսեսին ու Ահարոնին սրով, այս ժողովրդի մեջից զատվեցեք, որպեսզի շուտով կորսնցնեմ զանոնք։ Բայց նրանք երեսի վրա ընկան ուսին, ով Աստված, բոլոր մարդկանց հոգիների Աստվածը, մեկ մարդու մեղանչելով, որ բոլոր ժողովրդի վրա պետք է գա քո բարկությունը։ Սկսեցին բարեխոսել։ Դուք գիտեք այս պատմությունը, առանձնանում են, չէ, կողքի Դաթանի Աբիրոնի այդ վրաների մոտից եւ իրանց երկիրը բացում է, չէ, կենթանի դժոխն են ունենում։ Շարունակությունը, այդ ամեն ինչը Իսրայելը տեսավ, ճիշտ է։ Տեսավ թե չէ։ Իրանց աչքի առաջ եղավ թե չէ։ Շարունակությունը ինձ շատ ապշեցրեց, ժողովուրդ, նայեք։ 21-րդ խոսքից հետեւյալ օրը Իսրայելի որդիների բոլոր ժողովուրդը Մովսեսի դեմ ու Ահարոնի դեմ տրտուն ջարին ասելով. դուք Տիրոջ ժողովուրդը մերցրեցիք։ Հետաքրքիր է։ Այ մարդ չտեսակ, որ այս մարդիկ հպարտացել էին, մեծացել էին, Աստծո դեմ էին հելել, ասում է դուք մերցրեցիք։ Եվ ժողովուրդը Մովսեսին Ահարոնի դեմ հավաքվեցան, դեպի խորանը նայեցան, ահա ամպը ծածկեց, եւ Տիրոջ փառքը երևաց։ Մովսեսն ու Ահարոնը վկայության խորանի առջև եկան, Տերը խոսեցավ Մովսեսին ասելով. այս ժողովրդի միջից ելեք, որպեսզի շուտով սպառեմ զանոնք։ Նրանք երեսնի վրա ընկան նորից, եւ Մովսեսը ասավ Ահարոնին. բուլվարը առ, բուլվարը սուրբերի աղոթքի խորհրդանիշն է։ Բուլվարը առ, մեջը ստեղանի վրայից կրակ դիր ու վրան խունգ դիր ու շուտով ժողովրդին գնա նրանց համար քավություն անելու։ Ահարոն։ Վասնզի Տիրոջ բարկությունը բորբոքվեցավ եւ ժանտախտը սկսավ։ Եվ Ահարոնը Մովսեսի ասածին պես բուլվարը արավ ժողովրդի մեջ վազեց։ Ինչ սիրտ ուներ Ահարոնը։ Եզեկիել 36-ի
26 խոսքում ասված է նոր սիրտ պետք է տամ, ձեր ներսիդի նոր հոգի պետք է դնեմ, ձեր մարմնեղեն քարեղեն սիրտը պետք է հանեմ ու նոր սիրտ պետք է տամ, այդ նոր սրտի մեջ նոր կյանք կա, այդ նոր կյանքը չի դատապարտում, այլ բարեխոսում է, հետաքրքիր է, չէ, այս դրվագում մենք հասկացանք ինչ, որ նորից տրտնջում են, նորից բողոքում են, հիմա Ահարոնը կարար ասեր Մովսես, այն մարդ ինչ ելնեմ, խունկը վերցնեմ, մի հատ է վազեմ, ոտս կաղկցեմ, թող սպարի պրծնենք էլի սրանցից, անընդհատ մեր դեմ, որ ասմա կյանքներս կերել են, Մովսես ինչ վազեմ, բայց Ահարոնը հետաքրքիր է տես չարեց, վազեց, և ասմա բուլվարի վրա խունգ դրավ ժողովրդի հավար քավություն արավ, և մեռելներին ու ողջերի մեջտեղը կանգնեցավ, մեռածների ու ողջերի մեջտեղը կանգնեցավ, այո, սիրելիս, այսօր Ահարոնը որպես քահանա մարդկանց ու Աստծո միջնորդ, ինքը չդատապարտեց, ինքը քավություն արեց, Առաջի Պետրոսի մեջ այսպիսի խոսքեր կա գրված, Առաջի Պետրոս 1:9, բայց դուք ընտիր եք թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքելությունները, դուք ընտիր եք ու թագավորական քահանայություն, այսօր քոտան քահանան դու ես, բարեխոսելու, ոչ թե դատապարտելու համար, որպեսզի կանգնի այդ անեծքը, որպեսզի այդ անհաջողությունների շարքը կանգնի, ինչքան են չէ խոստովանում, որ ախր կարծես թե անես լինի, կարծես թե անհաջողության վրա, իսկ միգուցե դատապարտել ես, միգուցե սրտիդ մեջ ինչ-որ բաներ ես ասել, ու հետաքրքիր աստեղ ասում ակ Ահարոնը կանգնավ մեռածների և ողջերի մեջտեղը, հետաքրքիր է, քո բարեխոսելով, այդ ամեն ինչ կդադարի և կգա քո ընտանիքի վրա Աստծո օրհնությունը, ես մի քանի օրինակներ կբերեմ և հետո ամեն ինչ պարզ կլինի, Ծննդոցից, Ծննդոց 49:16 խոսքը, Դան իր ժողովրդին պիտի դատե, Իսրայելի ցեղերի մեկին պես, Դանը դատելու է, մարդը, որ դատաստանն է անում, դատաստանն է բերում, դատվելու է, մի դատեք, որ չդատվեք, Դանը ճամփի վրա օձի պես պետք է լինա, ճամփի վրա, իժիմը, որ ձիու գաշապարը կխացնե և հետյալը կգցե, ուրեմն ստեղ ինչ է ասում, ասում է, որ Դանը, այն մարդը, որ դատում է, նման է իժի նման, որ խայթում է, հետյալը իր ճանապարհից գցում է ձիի վրից, եկեք խայթող չլինենք, ժողովուրդ ջան, եկեք բարեխոսող լինենք, կինը ամուսնուն ասում է, ամուսինը դե ընտանիք է, կռիվ ա եղել, կինը վիրավորվել է, նեղվել է, ասում է, գնալը տնի, գալը չլինի, ես իրեք պարզ օրինակներ եմ բերելու, հասկանում եք, որ մենք հասկանանք առօրյայում մենք ինչեր ենք խոսում, և գերեզմանոցում լացելով, ողբալով ասում է, բերանս պապանձվեր այդ խոսքերը չասեի, և ամուսինը իրոք գնում է, ավտովթարի տակ է ենթարկվում ու մահանում է, երկրորդ օրինակը, որ ես էլի կարդացել եմ, լսել եմ, մարդը կնոջն ասում է, ամեն ուրեք մազերը տա փռած, երանի թե մի անգամից մազերը թափեր պրծնենք, էլի, ես զզվում եմ այդ մազերից, այդ կինը ուռուցկա ձեռք բերում, քիմիայի ժամանակ բոլոր մազերը թափում են, բոլոր մազերը, գիտեք խոսքը ուժ ունի, հասկանում եք ինչ եմ ասում, երբ որ իր կինը մահանում է, ամուսինը լացելով ասում էր իրանի թե դու սաղներ, կողոսներ ու մազերը տել ամեն ուրեք թափած մեր, և երրորդ օրինակը, որ կասեմ, մենք ծնողներ ենք շատերս, մոր սրտին խորը վիրավորանք է, որ տղեն իրան չի հասկանում, հարցը, որ չհասկանա ոչինչ, բայց որ տղեն իրան չի հասկանում, շատ է խոցում, մանավանդ, որ մի քիչ ավելի ուշադրությունը տղու վրա է, չէ եղել այդ տղու, ասենք օրինակ մեր տունը մենք երեխաներ ենք եղել, 3 աղբերներ, իմ վերջի աղբորս վրա շատ է եղել ուշադրությունը,
համոզված ասելով քանին կամ մյուս եղբորս, որ ննջել է։ Ու հանգարց այտենց սիրված երեխեն է մորը խոցում։ Պատկերացրեք ինչ եմ ուզում ասեմ։ Այդ մեր իրասարդի մեջ ասում այ որ դու իմ տեղը լինեիր, իմ անցած ճանապարհ անցել, մեր դժվար ճանապարհ անցել։ Այ ինձ հասկանայր։ Հետո հետագայում մերը խոստովանում է, այդ տղան ընկնում է ինվալիդ է դառնում, կալյասկի վրա լինում։ Ասում է Երանի թե չասեի դի, որովհետև դրա ջարմեն ես եմ քաշում։ Գիտեք, եկեք դատապարտություն չբերենք, եկեք աղոթենք, որ Տեր օգնի, Տեր խնդրեմ ողորմի, Տեր հաջողի։ Մենք շատ հաճախ ենք ասում, կնանիկ մարդկանց ասում են, ձեռիցդ անբաշարի մեկը, ձեռիցդ մի բան չի գալի, մի հատ մեղ չես կարողանում խփես, այ մարդ չի կարողանում, ոչինչ, աղոթի, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, համաձայն եք թե չէ, մի հատ շուրուպ չես կարողանում ձգես, աղոթում ես մեկ էլ փոխվում է մարդդ, դու ոչ միայն շուրուպա ձգում, այլ տուն ակ սարքում, այդ մի աղոթքը ինչ կարա անի, կամ մարդն է չի ասում կնգան, ասենք մի հատ ասեղ չգիտես բռնել ես ինչ բանը չես կարողանում կարես, այ մարդ աղոթի, մի դատապարտի, մի բեր անեցք խոսքով, այլ աղոթի, Տեր Աստված, ես ես տա մեջ քահանա եմ, թե դատապարտող, ես ես տա մեջ ունենալ քահանայի սիրտ, հասկանում եք, ունենալ քահանայի սիրտ, ինչպես կարա մարդը չդատապարտի, նախ եւ առաջ պետք է ինքը հասկանա տվյալ իրավիճակը, համաձայն եք թե չէ։ Եղբայրներից մեկը մի բան էր պատմում, ասում էր, ու դրսում է եղել, մեծ սուպերմարկետում երեխեն ունենում է պրոբլեմ, հիվանդություն դաուն, այտենց հիվանդություն կա, չգիտեմ, գիտեք թե չէ։ Ասում է եւ ունենում է ցնցումներ, նոպաներ, պետք է ոչ մի բան չանես, չես կարող իրան ոչ մի բան անես, պետք է հանգիստ բարկացնես ու որ հանգստանա ինքը, միջև այդ նոպան անցնի։ Եվ ասում է այդ ժամանակ հանգիստ բարկացնում է գետնի վրա, այդ երեխեն ցնցվում է, շատերը գալիս են նկարում են, շատերը որ քսեն ձեռ առնեն, որպեսզի ավելի շատ ուշադրություն չգրավի երեխեն, մերը նույն բաներն անում։ Ու այդ ամեն ինչի մեջից, այդ ժողովրդի մեջից մի հատ կին մոտիկանում է, մոր գլուխը շոյում է, ասում է ես քեզ հասկանում եմ։ Գիտեք, ցավը չբույվա, պրոբլեմը չդուցվա, ցնցումները շարունակվում են, բայց մեկը կա, որ ինձ հասկանում է, ես ինչ եմ անում։ Այդ ժամանակ դու չես կարողանում դատապարտես, միգուցե ինքն էլ այտենց հիվանդ երեխա է ունեցել, չգիտեմ, այդ ժամանակ դու չես կարողանում անես ու դատաստան բերես, այդ ժամանակ խնդրես, որ Տեր ողորմի, սիրտը ցավում է, կտոր-կտոր է լինում, Տեր, այս հարցը դու լուծի, ինչքան է եղել, ուրիշի ընտանիքի մեջ ինչ-որ բաներ ես տեսել, բայց որ քո ընտանիքի մեջ արդեն քո կաշվի վրա ես դու զգում, էլ աչ ես անում, ասում ես Տեր գտա։ Գիտեք, կար մի մարդ Դավիթ անունով, մեղանչել էր այս մարդը, մարգարեն եկավ ասեց ընտրի, կամ թշնամիները քո վրա պետք է հարձակվեն, կամ ժանտախ պետք է լինի, կամ էլ սով։ Մարգարեն ասեց ծանր վիճակի մեջ եմ Դավիթը, մարգարեին, բայց ավել լավ է Տիրոջ ձեռքը ընկնենք, քան թե մարդկանց ձեռքը, Տիրոջ ձեռքերի մեջ գթություն կա։ Եվ գիտեք, հետաքրքիր մի հատ բան եմ ես նկատել, այդ նույն պատմության մեջ, որ առաջին մնացորդածի մեջ է ասում, առաջին մնացորդած 21:17-ում Դավիթը ինչ խոստովանություն է անում, Տիրոջը, Դավիթը ասոսավ, ահա ես պատվիրեցի, որ ժողովուրդը համրեն, ինա մեղքն է խոստում, ես եմ, որ մեղանչեցի, մեծ չարություն արեցի, այս ոչխարներն ինչ են արել, հասկանում եք, այս ոչխարներն ինչ են արել, որպես դու քո ես ու դու մեր տան քահանա Ահարոնը որպես քահանապետ լանջապանակ ուներ իր կրծքի վրա գրում Իսրայելի 12 ցեղերի հաշվով 12 քարեր կար եւ 12 ցեղերի համար բարեխոսություն էր անում եկեք բարեխոսություն անենք ասենք մենք ենք մեղաչը իրանք ինչ են մենք ենք մեղաչը Տեր Եվ եղբայրը հիշեցրեց Եբրայեցի 4:15-ը մենք այնպիսի քահանապետ ունենք որ ամեն փորձառություն ունի բայց առանց մեղքի Ես շատ հաճախ ասում եմ Տեր ես այս բանը խելքից չի ասում ոնց անեմ դու բոլոր փորձառություններն ունես ինձ սովորացրա իմ բարի քահանապետ
Ինձ սովորացա ասնելու այս ճանապարհը առանց մեղքի, առանց դատաստան բերելու, առանց մեղանչելու։ Երբ որ Տեր Հիսուսը խաչի վրա էր, դուք հիշում եք, իրանց աղրում էին, անարգում էին, հայոյում էին, արդեն խաչել են, կարծես թե կուլմինացիան, արդեն խաչել են, խաչված մարդուց ինչ պետք է ուզեն, այդ վաղտել են ծաղրում, եթե դու Աստծո որդին ես, հələ խաչից ինչի, եւ այլն, հայոյում են, քեզ ազատի, մեզ ազատի։ Տեր Հիսուսը ասեց, կարծում եք չեմ կարող հորը աղաչեմ, 12 գունդ հրեշտակ իջացվի ստեղ։ Մի հրեշտակը 175,000 մարդ սպանեց։ 12 գունդ հրեշտակը ինչ կարա անի ես եկի մոլորակը։ Փոշիացնի։ Բայց Տերը ինչ սիրտ ուներ։ Աղոթում էր հայրների, չեն հասկանում, չեն անում։ Երբ որ մի գյուղ էին գնացել, իրանք չէին ընդունել, այս աշակերտներն ասեցին, աղոթեն երկնքից կրակ իջեցնի, սրանց ծածկացնի, ինչպես որ Եղիան էլ արեց։ Տեր Հիսուսն ասեց, բայց դուք չգիտեք ինչ հոգու Տեր եք։ Մենք այս հոգու Տերն ենք, որ երբ որ մեզի նեղացնում են, մենք բռնած ուզում ենք ցավը զգան իրանք։ Դատապարտությունը այդ ժամանակ է գալիս, բայց այն մարդը, որ ունի նոր սիրտ, եւ իր մեջ կրում է Աստվածային կյանքը, Տիրոջ նման ասում է, հայրների չեն հասկանում, իրոք չեն հասկանում, իսկապես չեն հասկանում։ Երբ որ ինձ ցավացնում էին, իմ հետ կապված մի հատ լուրջ հարցով, անգամ դրել էին հիմա, գիտես, դու պետք է ապրես, որ դու հասկանաս, բայց որ դու չես ապրում, չես հասկանում։ Ծաղրում էին, անգամ ասելով, ուզում էին հասկացնեն, դու էդ ինչ ձևի տղամարդ ես, որ երեխա չունես։ Մեզ խոսում էին։ Տղամարդության հարցն էին դրել։ Այսօր այդ մարդու երեխա չունենում։ Երկար տարիներ, հարցը արդեն կրիտիկականի է, որ պետք է բաժանվեն։ Գիտեք, ես այդ ժամանակ շատ ցավ էի ապրում ու սրտիս մեջ կար, ասում եմ, նա ինչ են խոսում է, երևի սաղ կյանքդ մի հատ անալգին էլ առաջ չկաս կնգատ համար, հասկանում ես, քո քաշի փող եմ ծախսել, կամ չգիտեմ ինչ է, մեզ խոսած չլինի, էլի հասկանում եք, այդ ժամանակ չէ, որ սիրտը ցավում է, ինչ ասես ասում է սրտիդ մեջ խորհուրդն է, բայց երբ որ ես իմացա այդ վիճակը, հոտերների, ես չեմ ուզում, որ այդ մարդու ընտանիքը քանդվի։ Ես չեմ ուզում։ Ինքը մեզ խոսացել է, ինքը գիտի, բայց այն գառներն ինչ են արել, այն գառներն ինչ են արել։ Եկեք, ես այս օրինակը բերեցի պարզ, որպեսզի ինչքան է սիրտդ կսկծացնեն, ինչքան էլ դաղեն, ինչքան էլ մղկտացնեն, եկեք մեր Տիրոջ նման դատապարտություն չբերենք, համաձայն եք, եկեք ասենք հայր, ներիր, չեն հասկանում ինչ են անում։ Ես մոտիկ անում եմ եզրափակելուն։ Առաջի Պետրոս 3:9 խոսքից. Չլինի, որ չարության փոխարեն չարություն հատուցանեք, կամ նախատիկի փոխարեն նախատինք, ընդհակառակը օրհնեցեք, գիտենալով, որ սրա համար եք կանչված։ Ինչ անենք։ Օրհնենք։ Գիտենալով, որ սրա համար ենք կանչված։ Վասնզի ով է ուզում, որ կյանքը սիրել, կյանքում պրոբլեմ չունենա, հիվանդություն, դժվարություն չունենա, թող լեզուն պահի չարություն խոսալուց եւ իր շրթունքները նենգություն խոսալուց։ Դադարենք եղբայրներ քույրեր, դադարենք դատապարտելուց, թող չարությունից ետ քաշվի եւ բարություն անե, խաղաղություն փնտրե եւ նրա ետևից գնա։ Այս ամեն ինչի մեջ եթե դու տեսար, որ դու պրոբլեմ ունես, կան խոստովանության մի հատ Տիրոջ առջև։ Առաջի Հովանու 2:1-ում ասում է, եթե խոստովանվենք մեղքերնից, եթե ասենք մեղք չեն գործել, սուտ ենք խոսում, բայց որդյակներ, այս բաները ձեզի գրում են, որպեսզի մեղք չգործենք, եթե մեղք գործելու լինենք, հորքով բարեխոս ունենք Հիսուս Քրիստոս արդարը, իր անունը փառավորվի։ Պատերազմի օրերի ժամանակ 44 օրվա մեկ ինչ-որ մարգարեություն էր գրել, եթե ջանիկ եղբայրը քիշի, ես զանգել եմ իրան ասել եմ։
Մարգարեությունը ցենց էր, որ այս ազգը այնքան ամեղան չէ, որ անգամ Հիսուսը բարեխոսում է, հայրը շուռ է գալիս, չի լսում իր բարեխոսությունը։ Ես հենց լսեցի էդի, ասեցի սի սատանի սուտն է, որտեղ մեր ճշմարտությունը, Աստծո խոսքը, ասում է մենք հորքով բարեխոսում ենք, իր անունը փառավորվի։ Եթե դու մեղանչել ես շրտում Տերով, ներսով, բեր բոլոր հարցերը Տիրոջ առջև Տեր, ես չեմ ուզում, որ իմ ընտանիքի վրա անես գա դատապարտություն գա, իմ բերանի խոսքերի պատճառով ես ուզում եմ իմ ընտանիքի մեջ քո օրհնությունը գա, դու գաս իմ ընտանիքի մեջ, դու թագավորվես եւ դու էլ քո փառքով փառավորես, որովհետեւ ինձ տեսնողը, մեզ տեսնողը ասեն իսկապես սրանք Աստծո դեսպաններն են երկրի վրա, ընտիր ցեղ, սուրբ քահանայություն։ Թող Տիրոջ անունը փառավորվի ամեն աղոթ